Տիկին Էլիկո, դուք ասացիք, որ դժվար կյանք եք ունեցել, մոր համար զավակի կորստից դաժան բան իհարկե չկա, ուզում եմ խոսեք այդ մասին ու ասեք, թե ինչպես կարողացաք, արդյոք արվեստը օգնեց ձեզ հաղթահարել եւ ընդհանրապես ինչն է ոգեշնչում ձեզ։ Սովորաբար, երբ որ մարդ դժվար կյանք է ունենում, սկսում է պայքարել գոյատևելու համար։ Ես բացարձակ ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել ու աշխատել եմ ինքս հասնել իմ նպատակին։ Մինչ իմ տղայի կորուստը 71 թվականին ես կորցրեցի իմ ամուսնուն ինֆարկտից։ Ընդամենը 26 տարեկան էի։ 2 երեխան, տղաս եւ աղջիկս որբ մնացին։ Բայց ես չէի ընդունում, որ դա ինչ-որ արատ է, ինչ-որ, չգիտեմ, պետք է պայքարել, որպեսզի երեխաները չզգան իրենց հոր կորուստը։ Պատկերացրեք, ուշ մեջս գտա, սկսեցի աշխատել։ Մինչ ծաղիկները ես նույնիսկ ֆոտոից նեգատիվներ էի վերցնում եւ այդ նեգատիվները ռետուշ էի անում։ Ֆոտո նկարիչ Մինասյան կար։ Նա վերցրեց ինձ, ձեռագիրը շատ լավն էր։ Ասեց, Էլիկո, խնդրում եմ ատեստատներ ձևավորի։ Վրան գրի, նկարները տեղավորի, տակը անունազգանները գրի։ Ես համաձայնվեցի, բավական լավ գումար էր տալիս։ Հետո արդեն ռետուշներն էի անում, երկար ժամանակ։ Դրանից հետո ծաղիկները թղթերից էի պատրաստում, վերջի զանգի ծաղիկներ էի պատրաստում, զանգերով։ Բավական գումար էի աշխատում։ Կարողանայիք հոգսերը որ կարողանայի հոգայի։ 29 տարի հետո զոհվեց իմ տղան։ Փողոցում ատրճանակով կրակում են, իմ տղային է կպնում, կանգառում կանգնած, 35 տարեկան, հիմա կլիներ 58 տարեկան։ Վաղը իր ծննդյան օրն է։ Ծաղիկները դուք նաև իր հիշատակին եք ամենայն հավանականությամբ ստեղծում, ծաղիկներին շունչ տալիս նաև ձեր զավակի համար։ Երբ ինքը բարի անսամբլով Հունաստան մեկնեց, 27 տարի բեմի վրա ապրել է։ Մնացել էր, իրեն վերցրել էին հունական բարախումբ։ Երբ հրավիրեց, ես գնացի, մի հետաքրքիր գործ արեցի։ 35-ամյակի արդիվ նվիրեցի, չէ, 33 էր։ Նվիրեցի այդ հետաքրքիր նկարը, որը զամբյուղով էր, շատ մանր աշխատանք էր։ Ընկերներից մեկը հույն, մեծահարուստ, երբ եկավ նկարները նայելու, ասեց վաճառվում են, տղաս ասեց այո, նայեց բոլոր նկարներին ու ընտրեց այն նկարը, որը ես պատրաստել էի տղայիս համար, ծննդյան օրվա առթիվ։ Ասեց սա եմ ուզում, ասեց կներես դա չի վաճառվում։ Ինչու՞։ Ասեց մայրս իմ ծննդյան առթիվ է պատրաստել, ասեց դեմ չեմ։ Ու այդպես բոլորը գիտեին։ Նկարներից շատ տարել են Ամերիկա, Ֆրանսիա, Հունաստան, Իսպանիա, ես տարեկես ապրել եմ Իսպանիայում։ Դպրոցի դիրեկտորը ինձ նվիրեց ակնոցներ կարդալու համար եւ գրատախտակից օգտվելու։ Հաճախում էի դպրոց։ Եվ պատկերացրեք, նկար նվիրեցի, նոր նկար
ասեց չգնաս ոչ միտեղ, ես հարուստ ընկերուհիներ ունեմ, ցուցահանդեսը կբացենք եւ լավ գումարներ կաշխատես, բայց այդպես էլ չմնացի, ես կարոտը խեղդում է, հայրենիքը կանչում է, ես հայրենիքից բացի ոչ միտեղ չեմ գնա։ Մեր բնությունն ու ծաղիկները առանձնահատուկ են։ Իհարկե, մեր բնությունը մի այլ կարգի։ Ես չեմ պատկերացնում, շատ տեղեր եմ եղել, չէ, բայց մեր բնությունը ուրիշ է։ Բուժիչ բույսեր ունենք արտակարգ։ Տեսեք, օրինակ, Ռեհանի մասին հազվադեպ որ իմանան, բայց Ռեհանը բուժիչ բույս է, նույնիսկ ես Ռեհանից պատրաստում եմ օշարակ եւ ամբողջ ամառը օգտվում եմ, ձմռանը օգտվում ենք, հազի դիմաց շատ լավ է։ Տիկին Էլիկո, ինչպես են ձեր ընտանիքի անդամները վերաբերում ձեր հոբիին, ձեր աշխատանքին, նաև ստացվում ապրուստի միջոցն է, եւ որքան ժամանակ եք դուք ծաղիկների հետ անցկացնում օրվա մեջ։ Պատկերացրեք, ես անմոռաց ինձ նվիրում եմ աշխատանքին, որովհետև կարծես ներքին ձայնը ինձ հուշում է, որ դեռ շատ անելիք ունես, դեռ պիտի աշխատես, քո ժամանակը չի գնալ են աշխարհ։ Երբ աղջիկս դեռ ամուսնացած չէր, դպրոցում էի աշխատում, բայց շտապում էի տուն, ավարտելուց հետո դասերը, շտապում էի տուն, որ գործը ավարտեմ։ Ծաղիկները հանկարծ որ պատոհանը բացվում էր ու քամի էր լինում, ամբողջ սեղանի վրայի ծաղիկները թափվում էր գետնին։ Սկսում էր իմ աղջիկը օգնել, հավաքել։ Բայց ասեմ ձեզ, շատ են օգնել իմ երեխաները, որ ես կարողանամ իմ գործով զբաղվել։ Տեսնում էին, որ սիրում եմ։ Վերջերս, ճիշտն ասած, իմ աշակերտները, որոնք ավարտել էին 46 տարի առաջ, հրավիրել էին կանանց տոնը նշելու։ Ես մեծ ուրախությամբ ընդունեցի իրենց առաջարկը եւ մի անգնահատելի օրեր ինձ համար։ Վերջում կազմակերպել էին Վերջի զանգ, երգում էր Թաթա Սիմոնյանը, որին դասավանդել եմ նկարչություն։ Եվ հրաժեշտը հետաքրքիր էր, որ այդտեղ գտնվող մարդիկ նույնիսկ ժպիտով ուղեկցեցին ծաղկեբուկետներով։ Այդ ծաղիկները ես անմահացրել եմ, որ նոր գործ պետք է ստեղծեմ։ Որ պահից սկսեցիք նկարելուց զատ աշխատել ծաղիկներով, ինչը ոգեշնչեց ձեզ նոր շունչ տալ ծաղիկներին։